Իմ շատ սիրելիներ, քույրեր եւ եղբայրներ, Հիսուսի զավակներ, Աստծո ծառաներ, ուզում եմ մի խոսք ասել մեր բոլորի մասին, բոլոր նրանց, ովքեր Աստծո զավակներն են։ Երբ մենք դառնում ենք Հիսուսինը, երբ մենք դառնում ենք նրա զավակը, երբ մենք ճանաչում ենք մեր Տեր Աստծուն եւ մեզ հանձնում ենք նրան, մենք դառնում ենք նրա ծառան։ Դա այդպես է։ Եվ Աստծո զավակները, Աստծո ծառաները յուրաքանչյուրը Աստծո ընտրությամբ անում ենք այն, ինչ որ մեզ Աստված տալիս է։ Ինչ եմ ուզում ասել։ Մեզանից յուրաքանչյուրը թող Աստծո կամքով լինի իր տեղում եւ անի այն, ինչ որ Աստված է կամենում առաջինը։ Աստծո կամքը պիտի դնենք առաջին տեղում։ Մենք պետք է հետևենք Աստծո կամքին եւ ուրախանանք նրանով, ինչ որ Աստված տալիս է մեզ։ Մենք առաջին հերթին պետք է ուրախանանք, երջանկանանք, շնորհակալ լինենք, գոհանանք մեր Աստծուց, որ նա մեզ ընտրել է եւ այսպես ասեմ, աշխատանք է տվել, գործ է տվել անելու։ Դա մեծագույն օրհնությունն է։ Մարդու համար մեծագույն օրհնությունն է եւ ամենակարևոր գործն է Աստծո տված գործը։ Ուրախանանք, գոհանանք, որ Աստված մեզ օգտագործում է որպես իրեն անոթ եւ ուրախանանք, շնորհակալ լինենք, որ Տերը մեզ տվել է այդ շնորհը ծառայել իրեն։ Դա ամենամեծ երջանկությունն է մարդու համար՝ դառնալ, լինել Աստծո զավակ եւ Աստծո ծառա։ Եվ մի թերագնահատեք այնինչ ձեզ տվել է Աստված։ Մարդ կարող է ավելի շատ բաներ ցանկանալ, չգնահատելով այնինչ Աստված տվել է իրեն արդեն։ Հիշենք, որ Տեր Աստված մեզ ասել է, որ փոքրի վրա հավատարիմ եղողին նա ավելի մեծի վրա կկարգի։ Աստված կարող է մեզ տալ կարծես թե շատ փոքր մի ծառայություն, մի գործ, եւ մենք հավատարիմ լինենք այդ գործում եւ նա մեզ ավելին կտա։ Սակայն ամենափոքր գործը անգամ շատ մեծ գործ է, որովհետեւ դա Աստծո տվածն է, որովհետեւ դա Աստծո օրհնությունն է, որովհետեւ դա Աստծո շնորհն է։ Այն ինչ որ ինձ քեզ տվել է Աստված, մենք պետք է շնորհակալ լինենք, գնահատենք, շնորհակալ լինելով փառաբանենք մեր Տեր Աստծուն, եւ մեր սրտերը պիտի ուրախանան նրանով, ինչ որ մեզ Աստված տվել է, եւ մեր սրտերը պիտի ուրախանան մեր Աստծով, որ մենք այսպիսի Աստված ունենք, այսպիսի մեծ, հզոր, բարի, սիրող Աստված, հավատարիմ Աստված եւ առատաձեռն իր օրհնությունների մեջ նա այնքան առատաձեռն է իր զավակների հանդեպ։ Ուրախանանք, որ այդպիսի Աստված ունենք եւ ծառայում ենք այդպիսի Աստծուն, մեր միակ ճշմարիտ Տեր Աստծուն, մեր Սուրբ Երրորդությանը։